Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի նկարահանումները շուտով կավարտվեն։ Հեռուստասերիալի ինչպես ստեղծագործական, այնպես էլ դերասանական խմբի անդամներն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Դիանա Գրիգորյանն այսօր ինստագրամի իր էջի սթորի բաժնում ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, խոսել է նկարահանումների բարդության, հեռուստադիտողների մեծ սիրո մասին և ոչ միայն։ Իհարկե, անդրադարձել նաև քննադատություններին։ Իսկ թե ինչի մասին է խոսել Դիանա Գրիգորյանը, ինչ է սպասվում հեռուստասերիալում, ինչպես են անցկացվում նկարահանումները, կարող եք դիտել հենց հիմա մեր կողմից պատրաստված տեսանյութում և իհարկե, մինչ կդիտեք տեսանյութը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, արդյոք հեռուստասերիալի ավարտն արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները։ Հեռուստադիտողներն այս ընթացքում ուզում են, որ Հենրին ու Անգելինան միասին լինել։ Արդյոք սիրող զույգը կարող է միասին լինել այսքան դժվարություններից ու բարդություններից հետո, չէ՞ որ Անգելինան չի կարողանում ներել Հենրիին իր արարքների համար։ Արդյոք կգա մի ժամանակ, որ նա կհասկանա, որ Հենրին լռել է, որովհետև Վիկտորիան ու իր ընտանիքի անդամները խնդրել են այդ մասին։ Դե իհարկե սա արդարացում չէ, բայց հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումներ են լինելու։ Մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութն ամբողջությամբ և իհարկե սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի հենց առաջինը դուք ստանաք մեր տեսանյութերի մասին տեղեկատվություն։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում։ Ողջունում եմ բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Այս օրերի ընթացքում շատ եմ շնորհակալություն հայտնում մեր հեռուստադիտողներին, ինչու, որովհետև ես հասկանում եմ, որ մեր հեռուստադիտողի գիտակցությունը բավականին արթուն է եւ իրենք արդեն շատ լավ պատկերացնում են մեր գործի դժվարությունը։ Ինչու, որովհետև ասացի, մեկնաբանություններում շատ եմ կարդում ձեր գոհունակությունը, դուք գիտակցում եւ հասկանում եք, թե որքան դժվար է այս ամենը մեզ տրվում։ Օրինակ հիշում եմ, որ մեր Անգելինայի եւ Հենրի հարսենյաց արարողության ժամանակ մասնակցում էին նաեւ մեր հեռուստադիտողներից մի քանիսը, իրենք տեսնելով մեր նկարահանումների ընթացքը այսը հարված դուրս եկան, ասելով, որ չէին պատկերացնի, որ յուրաքանչյուր տեսարան մեզ այսքան դժվար է տրվում, որքան են աշխատում դերասանները, որքան է աշխատում իմ ստեղծագործական անձնակազմի յուրաքանչյուր անդամ եւ առհասարակ որքան դժվար է այս ամենը մեզ տրվում։ Նրանք ովքեր Եվ առհասարակ որքան դժվար է այս ամենը մեզ տրվում։ Նրանք ովքեր առհասարակ սովոր են ցեղ շպրտել եւ ասել դե սերիալ է, էլի որակը բան, համեմատության եզրեր են փորձում անցկացնել եւ այլն, ձեզ ունեմ ասելու մի բան, ուրեմն լսեք։ Շաբաթը 5 օր 38 րոպե, 38-ից մինչև 40, այդ ինչ է ան, մի 190 րոպե մաքուր նյութ։ Որքան է նկարվում, դե դուք արդեն պատկերացրեք, մաքուր նյութ, որ տրվում է ձեզ արդեն սկուտեղով, գեղեցիկ, երաժշտական ձևավորմամբ ու մոնտաժված, մատուցվում է ձեզ մաքուր նյութ, մոտավորապես 190 րոպե շաբաթը։ 33-ից 35H յուրաքանչյուր օր գրվում է 5 անգամ 30, ինչ ան, մի 160H, 170H, շաբաթը 170H, շաբաթը 190 րոպե, դուք հասկանում եք ես ինչ թիվ է, շաբաթը։ Հասկանում եք սա ինչ թիվ է։ Ու մենք չունենք պաշար, բաց։ Ինչևէ մեզ համար կարևորը մեր հեռուստադիտողի գնահատականն է։ Իսկ մենք այդ գնահատականը ստանում ենք։ Որի համար անչափ շնորհակալ ենք ձեզ, անչափ։ Հուսամ, որ կգան ժամանակներ եւ մենք կունենանք առավել լայն հնարավորություններ, առավել լավ բարձր որակի, ավելի կարճ հեռուստասերիալներ ստեղծելու։ Մի անգամ ես ձեզ արդեն ասել եմ, առիթ ունեցել եմ ձեզ ասելու, որ այդ որ ասում եք ուղղություն եք ցույց տալիս, ինչ կլինի 20 մասեր նկարեք եւ այլն, ես ձեզ ասեմ, ինչ վաղուց դա արել եմ, շատ վաղուց, շատ վաղուց։ Շատերն են ինձ հասկանում, գիտեմ։ Ամենակարևորը գիտեմ, որ ինձ հեռուստադիտողն է շատ լավ հասկանում ու գնահատում։ Այնպես որ շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր գնահատում։
Շատերն են ինձ հասկանում, գիտեմ։ Ամենակարևորը գիտեմ, որ ինձ հեռուստադիտողն է շատ լավ հասկանում ու գնահատում։ Այնպես որ շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր գնահատականի համար ու շնորհակալ ենք, որ ամեն վարքյան մեզ հետ եք ու մեզ չեք լքում։ Ապրեք։ Շնորհակալ ենք։